Սուքեսյան մասսայաբար ոչնչացվում են ծառեր, որոնք հիմնականում ոչ միշտ են ունենում խնդիրներ։ Ինչու է քաղաքապետը նման ծրագիր որդեգրել։ Ես կարծում եմ հարցի պատասխանը հիմա ինքը պետք է իջներ եւ այստեղ բնապահպաններին տար։ Կարող են լինել իհարկե ծառեր, որոնք դարն ապրել են եւ հատման ենթակա են։ Բայց ես չեմ կարծում, որ մի ամբողջ ժողով ծայրից ծայր մի քանի տասնյակ ծառ միանգամից հատման է ենթակա ու բյուջեի կատարողականի քննարկումներն էլ որ նայում էինք, հետևում էինք, իրենց հրապարակած վիճակագրության համաձայն Երևանում պետք է այսպես եդեմական ինչ-որ վիճակ լինել, աջուձախ ծառեր պետք է լիներ, բայց արյուտես որ այդ վիճակը չի, այդտեղ ես ավելի շատ ուրիշ բան եմ տեսնում, որ անգամ այդ ծառերը հատելու, նորը ձեռք բերելու, տնկելու մեջ կա կոռուպցիոն ռիսկ, հայտնի է, որ Ավինյանի հետ կապված էլ կան ինչ-որ ծառներ մուծող ֆիրմաներ, իրար հետ աֆիլացվող, անցած տարի էլի ծառերի հատում, էլի նոր ծառերի ձեռք բերում, քրեական գործ էր, պրոցեսը կանգ առավ, հիմա փորձում են ռեանիմացիան են այդ պրոցեսը, ու շատ լավ է, որ բնապահպանները հստակ ազդակ են հղում, որ այս ռազմավարությունը քաղաքային իշխանության իհարկե ճակերտավոր ընդունելի չէ բնապահպանների համար եւ եթե իրենք որևիցե բան չունեն թաքցնելու ամեն ինչ մաքուր է, կոռուպցիա չկա, մասնագիտական առումով նույնպես հիմնավորված է, պիտի եւս բան նախ հենց անեին, որ բանը սրան չհասներ, բայց եթե տասնյակներով եկել են բնապահպանները, տեսնում 100-ից ավել մարդ կա։ Իրենք պետք է գան տեղեկատվությունը տրամադրեն, բաց, թափանցիկ ամեն ինչ, հանրություն եթե դա չեն անում, ուրեմն դրա տակ ինչ որ բան կա թաքնված, իհարկե չեմ խոսում այն մասի, որ ասենք թեղիները շատ ավելի բարձր են աճում, քան ասենք այդ հուդայածառերը որ բերել են, հարց է այդ հուդայածառերը Երևանի կլիմային։ Գիտեք, թեղիների արանքում 1-2 հուդայածառ կարող է գոյատևել, բայց 10 հուդայածառ կարող է չգոյատևել։ Մասնագիտական դրվագներ կա, որոնք լրացուցիչ պարզաբանման եւ տեղեկատվության կարիք ունեն, ինչը ցավոք չկա այս բառակում։ Երևանում մաքուր օդի խնդիր կա ու հուդայածառերը փոխարինում են թեղիներով, ինչպես դուք եւս նշեցիք, այս ամենը որոշակի իմաստով կարող է օդի բարելավմանը նպաստել։ Գիտեք, մի փողոցում 10, 20, 30 ծառ փոխելով քաղաքի էկոլոգիական վիճակը չի լավանում։ Դու որքան ուզում ես ծառ տնկի, եթե այս խելահեղ տեմպերով շինթույլտվություն ես տալիս եւ քաղաքը դառնում է ասֆալտի եւ բետոնի, այսպես ասենք, ջունգլի, հա, անտառա ուղակի, այսքան շինթույլտվություն որ դու տալիս ես, այսինքն չի մնացել բնապահպանական հատված, հող, ծառ, թուփ տնկելու, այլևս տեղ չի մնացել, հա։ Հետևաբար, դե դու պիտի մի կողմից քաղաքը բետոնապատես, մի կողմից էլի պրև թե թեղին հանեմ հուդայածառ տնկեմ, դրանից էկոլոգիական վիճակը չի լավանալու։ Ես խոսեցի էկոլոգիական վիճակը վատացնող, ասենք միայն մի դրվագի մասին, շինարարության, փոշու տոկոսի եւ այլ դրվագների մասին, բայց այն որ Երևան քաղաքը կառավարման կոլապս է ապրում եւ չկա մի ուղղություն, որտեղ գոնե ասենք այստեղ բացառություն է, այս մի ուղղությամբ լավարություն կա։ Չկա նման բան գոյություն չունի։ Այսինքն բնապահպանական վիճակը շարունակությունն է քաղաքի կառավարման ոլորտի մնացած ուղղություններում արձանագրված տապալումների։